Սիրելի հավատացյալներ, այսօր հայարակելական եկեղեցին տոնում է հիշատակը Սուրբ Հոգու Գալստյան։ Հոգին Սուրբ եկեղեցի քեզ եւ զորություն բարձրելույն Հովանի լիցի քեզ։ Մենք մի ճամփորդության դուրս եկանք ապաշխարության շրջանից։ Քրիստոս հարություն առավ եւ մենք մեր հոգիների մեջ վերստին վայելեցինք մեր Տիրոջ Հիսուս Քրիստոսի հարության ավետիսը։ 40 օրեր հետո հիշում ենք, որ Քրիստոս իր պատգամը տվեց իր հավատացյալներին, իր առաքյալներին, աշակերտներին եւ տվեց նաեւ պատգամը, որ գնան աշխարհի տարբեր կողմերը, քարոզեն այն, ինչ որ ինքը ուսուցանեց առաքյալներին, գնան սովորեցնեն եւ մկրտեն նրանց Հոր, Որդու եւ Սուրբ Հոգու անունով։ Եվ որից հետո ինքը եւս մեկ հորդոր արեց առաքյալներին, որ առայժմս դեռ չթող ոչ միտեղ չգնան, մնան Երուսաղեմում, մինչև իրենք կստանան Սուրբ Հոգու շնորհները։ Եվ ահա, համբարձման տոնից 10 օր հետո, երբ որ հրեա ժողովուրդը Զատկի տոնն էր տոնում հրեական, այդ օրը առաքյալները հավաքվել էին վերնատան մեջ, ասում է սաստիկ քամի եղավ, եւ որից հետո հրեղեն լեզուները եկան եւ բնակվեցին եւ նստեցին եւ առաքյալների եւ աշակերտների եւ հավատացյալների վրա։ Եվ դրանից հետո է միայն, որ առաքյալները Սուրբ Հոգու շնորհներով շնորհազարդված գնացին տարբեր երկրներ քարոզելու իրենց վարդապետի խոսքը։ Եվ մենք նաև գիտենք, որ Թադեոս եւ Բարթողիմեոս առաքյալները եկան Հայաստան եւ քրիստոնեության սերմերը բերեցին Հայաստան աշխարհ, այն հավատքի սերմերը, որոնք որ հետագայում ծլեցին, ծլարձակվեցին, անցան հազարամյակների միջով, պատմության այս քարուղիներով եւ այսօր քրիստոնեական եկեղեցին, քրիստոնեական վարդապետությունը այն ուսմունքն է, որը որ մեր ժողովուրդը պաշտում է եւ անունն է քրիստոնեություն եւ քրիստոնեական եկեղեցի եւ հայ քրիստոնյա ժողովուրդ։ Մենք երբ որ դիմում ենք մեր Տիրոջը, ասում ենք հայր մեր, որ հերկինս ես, եւ մեր աղոթքն ենք վերառակում առ Աստված, մենք չենք տեսնում Տիրոջը։ Մենք այն վստահ հավատք ունենք այս հազարամյակների միջով անցնելով հաստատված, հաստատագրված, կնքված եւ այն հավատքը ունենք, որ Տիրոջ ներկայությունը միշտ կա մեզ մեջ։ Եվ ոչ միայն մեր ժողովրդի մեջ, աշխարհի բոլոր ժողովուրդներն էլ որևէ հավատք ունեն եւ այդ հավատքի հիմքում իրենք Աստծո գաղափարն են դնում։ Մարտարարածը անիմանալի, անտեսանելի երևույթները Աստվածացնում էր, ամբողջ այդ հեթանոսական շրջանում մենք գիտենք, ամեն մի այսպես ֆիզիկական երևույթին մի Աստծո անուն էր դնում եւ այդ հավատքն էր գեղեցկության Աստված, սիրո Աստված, չէ՞ մենք մեր ժողովուրդն էր միջ քրիստոնեությունը հեթանոս էր եւ ունեն աստվածներ եւ քրիստոնեության քարոզությունից հետո կամաց այդ հեթանոսական հավատքը այնպես չէր, որ որևէ մեկը կարող էր գալ եւ ասել վաղվանից մենք քրիստոնյա պետք է լինենք։ Նախ ինքը փիլիսոփայությունը, այդ ուսմունքները իրենք էին արդեն բացահայտվել, արդեն մարդիկ գիտեին ինչու համար է անձրև գալի, ինչու գալիս, ինչու համար է
քամի լինում, հասկանում էին սիրո երևույթը, եւ տեսանելի եւ անտեսանելի երևույթները իրեն կարողացան ընկալել։ Մենք եւ Աստծուն մենք ընդունում ենք որպես ստեղծիչ, որպես հայր, որը որ ստեղծեց այս աշխարհը եւ այն ամեն ինչ որ կա աշխարհի վրա եւ մարդուն նաեւ։ Մեզ Աստված հնարավորություն տվեց նաեւ մարդեղանալու։ Աստված իր որդուն ուղարկեց աշխարհ, որը արդեն տեսանելի էր։ Աստված ասում է, ես իմ նմանությամբ ստեղծեցի մարդուն, իր շունչը տվեց, իր կենդանությունը տվեց, երբ որ ստեղծում էր մարդուն, եւ քանի որ նախամարդը մեղք էր գործել, մարդով եղավ, Ադամով եղավ մահը, եւ բնականաբար մարդով էր պիտի լիներ հաղթությունը մահվան, եւ դրա համար է, որ Քրիստոս ուղարկում է իր որդուն, որպեսզի մարդուն մահվանից դեպի կյանք առաջնորդի, խավարից դեպի լույս առաջնորդի։ Սա մեր հավատքի Սուրբ Երրորդության երկրորդ անձն է, որը որ մենք ասում ենք փրկիչ, այսինքն Աստված ստեղծիչն էր եւ Քրիստոս փրկիչը։ Բայց մենք գիտենք, որ Սուրբ Երրորդության ուսմունքն է, որ մեր ժողովուրդը ունի, այսինքն Աստված ասելով ինքը մեկ անձի մեջ տեսնում է եւ Հորը եւ Որդուն եւ Սուրբ Հոգուն։ Եվ սա այն պահն է, երբ որ արդեն Սուրբ Հոգին սկսում է գործել մարդ Արարածի մեջ։ Մինչ այդ նրանք չունեին այդ շնորհները։ Եվ դրանից հետո էր, որ դրանք շնորհազարդվեցին, շնորհներով օժտվեցին եւ տարբեր լեզուներով խոսելու շնորհը տրվեց նրանց, որը ուներ այն ժամանակ բնականաբար նպատակ, որովհետև առաքելուց Քրիստոսի կողմից այն պատգամը կար, որ պիտի գնային տարբեր երկրներ եւ քարոզեին մարդկանց։ Եվ այս այն դեպքն էր, երբ որ մարդիկ զարմանում էին, որովհետև իրենք իրար շատ լավ էին ճանաչում եւ տեսնում են մարդիկ, որոնք որ իրենց լեզուն չգիտեն եւ սկսում են իրենց լեզուներով խոսել եւ այսպես զարմանքի մեջ էին։ Բայց այն ժամանակ այդ շնորհը տրվեց, որպեսզի նրանք գնան եւ քարոզեն։ Ժամանակի ընթացքում փոփոխությունների ենթարկվեց այդ աղանդավորական տարբեր կրոնական հարավայնությունների մեջ, ուսմունքների մեջ, ինչպես օրինակի համար հոգեգալստականների, ուրեմն այդ ուսմունքի հետևորդների մոտ է ես մի առիթով մի տեղ էի եւ ասել ինչ որ մկրտություն էր անում ինքը, բնականաբար հոգեգալստական էր եւ ես ներկա գտնվեցի այդ մկրտությանը, որը որ ամբողջությամբ այսպես հաստատագրվում էր միայն տարբեր լեզուներով խոսելու այդ ինչ-որ շնորհով, որովհետև ես շատ լավ հիշում եմ, չնայած տասնյակ տարիներ առաջ էր, երբ որ իրենք կարծեմ մի 1000 անգամ ասում էր մի բառ, ալելույա, 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 այնքան էր ասում, ինչ մարդը գլուխը բտանում էր, ուղեղը անջատում եւ սկսում է ինչ-որ բաներ խոսել, որը անհասկանալի էր։ Եվ ասում է, ահա դու մկրտվեցիր։ Եվ այդ մարդը ընդունում էր, որ ինքը արդեն մկրտվել է։ Մենք քրիստոնյաներս հայ առաքելական եկեղեցու զավակներս մկրտվում ենք։ Մեր մկրտության ժամանակ, երբ որ մեռոն են քսում, շնորհազարդվում են մեր զավակները, մեր եղբայրները, մեր քույրերը դառնալով քրիստոնյա։ Վերնատան մեջ եղած այս շնորհը ուղիղ հակասություն էր, շնորհի հակասություն էր Բաբելոնի ժամանակ, երբ որ մարդիկ ուզում են ավելի մոտիկանային Աստծուն եւ այսպես աշտարակ էին կառուցում, այն ժամանակ Աստված բաժանեց, նրանք տարբեր լեզուներով սկսեցին իրար հետ խոսել, որոնք չէին հասկանում եւ աշխատանքի մեջ բնականաբար դա խանգարում էր իրենց աշխատանքին։ Այդ ժամանակ էլ Աստված Բաբելոնի աշտարակի ժամանակ էլ տրվեց, բայց սա
միության համար չէր արվում։ Առաքյալները, երբ որ հավաքվել էին եկեղեցու մեջ, նրանք միասնական մեկ գաղափար ունեին իրենց վարդապետի ուսմունքը շարունակելու, ուսուցանելու եւ շարունակելու, միավորելու ժողովրդին այդ հավատքով։ Եվ այդ հավատքով է, որ մեր ժողովուրդը միավորված ապրեց։ Իսկ Բաբելոնի ժամանակ ամբողջությամբ կատարվեց դրա հակառակը։ Այսինքն մարդ Արարատը, մարդ Աստվածը, մարդ Արարատը այս աշխարհի վրա ունեցավ, չէ, եւ տեսավ եւ բարին եւ չարը, եւ լավը եւ վատը, եւ լույսը եւ խավարը, եւ նաեւ Աստծո կողմից ազատ կամքի միջոցով տրված էր նաեւ իրեն ազատ գործելու իրավունքը։ Դա շատ կարևոր է մարդ Արարատի համար, բայց դա պատճառ է լինում շատ հաճախ, որ մենք մարդկանց որոշակի մաս բարին են ընտրում, որոշակի մաս չարն են ընտրում բոլոր իմաստներով։ Մենք ապրելով այս աշխարհի մեջ, ուզենք թե չուզենք, երբեմն հայտնվում ենք այդ մեղքերի մեջ, բայց Փառք Աստծո մեր ապաշխարությամբ, հաղորդությամբ մենք կարողանում ենք մաքրվել մեր այս մեղքերից եւ վերստի շարունակել։ Բայց դա չի նշանակում, որ մենք անընդհատ պիտի խավարի մեջ մնանք, անընդհատ մեղքեր պիտի գործենք, վստահ լինելով մեկ կգնանք խոստովանվենք, հաղորդվենք եւ կմաքրվենք այդ մեղքից։ Մենք մեկ մեղքը գործելուց հետո, երբ որ գիտակցում ենք, դա նաեւ պետք է մեզ այսպես ուղղորդի, որ հաջորդ անգամ այդ մեղքի մեջ չգտնվենք։ Բայց մի բան միշտ պետք է հստակ իմանանք բոլորս։ Բոլորս պիտի իմանանք, որ այն ինչ որ մենք անում ենք, այդ ամենը տեսնում է Աստված երկնքում։ Սա ես խոսում եմ հավատացյալ մարդկանց մասին։ Ես չեմ խոսում մարդկանց մասին, որոնք որ իրենց հայտարարում են շատ անգամներ, որ մենք հավատացյալներ ենք, բայց հավատացյալի ծառի պտուղները չեն։ Հա, իրենք պարզապես ասում են այդ բանը, հայտարարում են, բայց իրականության մեջ նրանք, եթե այդ հավատքը լիներ այսպես իշխող, բոլոր ժամանակներում պատմության ընթացքին մենք հավանաբար երևի այս աշխարհն էլ չէր լինի։ Եվ շատ կարևոր է, որ միշտ լույսը, միշտ բարին, միշտ հաղթող է լինում եւ այն վերջնական հաղթանակը Սուրբ Քրիստոսի հարության միշտ կնքվում է բոլոր ժամանակների մեջ, նամանավանդ այն ժամանակների մեջ, երբ որ մեր ժողովուրդը, մեր երկիրը դժվար վիճակների մեջ է լինում։ Ես ապաշխարության մասին ասացի, մեղք գործելու մասին ասացի, բայց մի շատ կարևոր հանգամանք կա։ Շատ կարևոր հանգամանք կա, որ մարդիկ երբեմն հայտնվում են այնպիսի մեղքերի մեջ, որը որ աններելի է։ Աններելի է պարզապես։ Տեսեք, մենք մեղքերը այսպես խոստովանանքի ժամանակ այլև մեղա 7-ից հանցանոք, մահացու մեղով։ Տեսեք, այս բոլորը մահացու մեղքեր են, բայց այդ բոլոր մեղքերը մահացու թողություն են ստանում, բայց կան մեղքեր, որոնք որ պարզապես աններելի են, եւ այդ մարդկանցից պետք է միշտ հեռու մնալ։ Այն մարդը, որ հարում է հորը, որդուն, Եսուս ոգուն, դա արդեն նա մահվան է արժանի։ Դա ներելի մեղք չէ։ Ինչպիսի պարագայում է ուզում է լինի։ Երբ որ ձեր ներկայությամբ կամ ձեր այսպես երբ որ առիթ է գնում եւ լսում եք այդ մարդուց հրաժարվեք, որտեղ այդ մարդը չի կարող մկրտության ժամանակ ստացած Սուրբ Մերոնը չի օգնելու իրեն, որ ինքը երկնային արքայության արժանանա։ Նա արդեն Աստված է ուրանում։ Հասկանում եք, տեսեք, Աստված մեզ ինչքան հնարավորություններ է տվել, որովհետեւ մենք կարողանանք մեր մեղքերից ձեռք ազատվենք։ Եվ բոլոր պարագաների մեջ մեր Սուրբ Հոգու այսպես ներկայությունը մեզ Աստծուն տեսնելու հնարավորությունը մեզ պահում է այդ կապի մեջ, բայց կան մեղքեր, որոնք որ աններելի են։ Ես
բոլոր պահերի մեջ, երբ որ նման բան եմ լսում, այդ մարդը ինձ համար ջնջվում է պարզապես։ Ես գիտեմ, որ նա արդեն իրապես մահկանացու է եւ հարություն չի ունենալու։ Դա չի նշանակում, որ բոլոր մկրտվածները ունենալու են այդ հարության հնարավորությունը, բայց ես հաստատ գիտեմ, որ սա աններելի է, երբ որ Աստծուն է հայոյվում։ Եվ բոլոր պարագաների մեջ ես երբեմն նախկինում լինում էր ինչ-որ աստվածաշնչեր են բերում կամ ուրիշ ժողովուրդների կրոնական գրքեր էին բերում եւ տալիս էին ասում են սա քրիստոնյա գիտակցականություն է կամ չգիտեմ մուսուլմանական է, ասում են ժողովուրդը ասում են գիտեք քանի միլիոն մարդու սուրբ գիրքն է, ինչու եք վիրավորում։ Ինչու եք վիրավորում նրանց հավատքը, դա իրենց հավատքն է։ Մենք վստահ ենք, որ մեր հավատքն է ճշմարիտը, ամենաճշմարիտը, բայց սա մեզ չի իրավունք տալիս, որպեսզի մենք վիրավորենք ուրիշի հավատքը։ Քրիստոսի եկեղեցու օրն է այսօր, որովհետև հայ առաքելական եկեղեցու եւ ամբողջ քրիստոնյա եկեղեցիների մեջ ամենաառաջինը վերնատունն էր։ Եվ որտեղ միավորված են եւ առաքյալները, եւ աշակերտները, եւ ժողովուրդը, եւ այդ Սուրբ Հոգու շնորհները չստացան միայն առաքյալներն ու աշակերտները, այլև ստացան բոլոր ովքեր որ ներկա են այնտեղ։ Այսինքն մեկին տրվեց լավ խոսելու շնորհ, մեկին տվեց լավ բժշկություն կատարելու շնորհ, մեկին լավ արտասանելու շնորհ, մեկին լավ ղեկավարելու շնորհ։ Եվ այս շնորհներն են, որոնք որ տրվում է մեզ եւ մեր կյանքի ընթացքում մենք այդ շնորհները կարողանում ենք սնել, կերակրել եւ մեր կյանքի ընթացքում կարողանանք մեր երկրային կյանքը իմաստալից դարձնել եւ կենթանի պահել այն շնորհները, որոնք որ մենք ունենք մեր հայրերից ժառանգած։ Սիրելի հավատացյալներ, շատ կարևոր տոն է այսօր Սուրբ Հոգու։ Այն ինչ որ կենթանություն է տալիս ձեզ, ասում են մարդը շունչը փչեց, մահացավ։ Շունչը փչեց, հոգին ավանդեց, բայց հոգին բարձրանում է երկին քրիստոնյա մարդու համար։ Իսկ նա ով որ մկրտված չի, նա չի կարող երկնքի արքայությանը արժանանալ։ Եվ ես ուզում եմ իմ աղոթքը վերառակել առ Աստված այսօր առավել քան երբեք, երբ որ մեր երկիրը ոչ այսպես վիճակի մեջ է նորմալ, իմ աղոթքն եմ ուզում վերառակել առ Աստված եւ վստահ եմ, որ Տիրոջ օգնականությամբ, Տիրոջ սիրով, Տիրոջ թելադրանքով մենք պիտի կարողանանք շտկվել, պիտի կարողանանք կանգնել եւ այն ժառանգությունը, որ հազարամյակներ ունենք եւ այսօր մեզ ենք փոխանցվել ջերմբերունդ, փայփայենք, պահենք եւ մեզանից հետո ավանդենք մեզանից հետո եկող մեր սերնդին։ Թող Աստված իր Սուրբ Հոգու շնորհներով շնորհազարդի բոլորիդ, նրանք ովքեր տխուր են, թող ուրախանան, ովքեր իրենց տանը հիվանդներ ունեն, թող հիվանդները առողջանան, բոլոր այն երիտասարդները, որ իրենց հոգու մեջ անթեղած երազանքներ, ցանկություններ ունեն, թող այդ իրականություն դառնան։ Աստծո օրհնությունը, սերը, խաղաղությունը թող լինի ձեզ բոլորիդ մեջ այսօր եւ վաղը եւ հավիտյանս հավիտենից ամեն։